Սիրելին բարևներ բոլորիդ սիրելի ընկերներ, ինձ արդեն հարազատ դարձած իմ շատ սիրելի հետևորդներ, հուսամ լավ եք, ես լավ եմ, ամեն ինչ կարգին է։ Այս վլոգն ուզում եմ սկսել շնորհակալական խոսքերով, ճիշտ է մեկ առ մեկ բոլորիդ յուրաքանչյուրիդ կոմենտին արձագանքել եմ, շնորհակալություն եմ հայտնել, բայց կապ չունի, այսպես տեսանյութի մեջ նույնպես ուզում եմ անդրադառնալ։ Ձեզ շատ մեծ շնորհակալություն բոլոր բարեմաղթանքների, բոլոր լավ խոսքերի համար, ինձ սատարելու համար, ջերմացնելու համար, անչափ շնորհակալ եմ սիրելիներս։ Թող ձեր բարությունը, ինչպես ասացի նախորդ տեսանյութի, ինչպես գրել էի տեսանյութի տակ, հիմա նորից ասում եմ, որ թող ձեր բարությունը կրկնապատիկ ու տասնապատիկ ձեզ վերադառնա։ Ովքեր նոր են միացել ու այս վիդեոն առաջին անգամ են տեսնում, ես շնորհակալություն եմ հայտնում իմ եւ երեխաներիս ծննդյան վլոգի տակ գրված բոլոր շնորհավորանքների ու լավ խոսքերի համար։ Այդ վլոգում տեսակ, որ ես ու Ռոնին իմ տված նվերներն էինք նայում ու այդտեղ գրել էի, որ հետաքրքիր գրքույկներ եմ նվիրել, մյուս վլոգում անպայման ձեզ ցույց կտամ, հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ։ Էս մի հատ այստեղ հարմարեցնեմ, որպեսզի չպահեմ ձեռքումս։ Այսպես։ Թող մնա այստեղ։ Մի խոսքով Ռոնին ինչ եմ նվիրել սիրելիներս, My Travel Book, սա ճամփորդական էմոցիաները, ճամփորդական փորձը կիսելու համար է այս գիրքը, այսինքն ինքը ինչ երկիր որ գնա ճամփորդելու կամ թեկուզ Հնդկաստանի մեջ, երկրի մեջ ինչ տարբեր նոր քաղաքներ, եթե ստացվի գնանք ճամփորդելու, նոր վայրեր այցելի, նոր տպավորություններ ունենա, անպայման կիսի գրի այս գրքույկի մեջ, գրված է Stories of My Adventures, իմ արկածային պատմությունները, մի խոսքով, այստեղ ինքը լրացրել է, այստեղ պետք է իր նկարը փակցնի, նկարի տեղը դեռ ազատ է, իր մասին է գրել, անուն, ազգանուն, հասցե եւ այլն ու գրված է, եթե հանկարծ այս գրքույկը կորի ինչ որ մեկի ձեռքին հայտնվի, բացեք առաջին էջը եւ տեսեք տվյալները, զանգահարեք, իմ ու ամուսնուս հեռախոսահամարներն է թողել այստեղ։ Ես իրեն չեմ ուղղորդել, հետո էլի բացեցի տեսակ գիրքը, այստեղ քարտեզի նման նշումներ արել, նկարագրել է, թե օրինակ ինչպես հասնել մեր տուն, մեր տան կողքերի ինչ կա, խանութ կա, չգիտեմ, էս ինչ ա գրել, ինչ որ շենքի անուն ա գրել, որ այդ շենքի կողքին ա մեր շենքը։ Մի խոսքով, այստեղ Սինգապուրի մասին ա գրել, տրված է այն քաղաքը, որտեղ այն երկիրը, որտեղ որ այցելել եք, օրինակ այդ երկրի գումարը որն է, ինչ է կոչվում, կամ երբ եք այցելել, ինչով եք հիմնականում ճամփորդել, ինչ եք տեսել երկրում եւ այլն, այդ ամեն ինչի ինքը գրել է այստեղ։ Հիշում եմ Սինգապուրի վլոգներից հետո, գիտեք, որ Սինգապուրի, երբ որ գնացինք Սինգապուր, Ռոնին մի թուղթ ու գրիչ էր իր հետ վերցրել մատիտ, որպեսզի իր տպավորությունները գրեր այդտեղ, ու հետևորդներիցս մի երկուսը գրել էին, որ կցանկանան հետո տեսնել, թե Ռոնին ինչ է գրել այդ ամբողջ ընթացքում, իրականում շատ բան չէր գրել, ինչ որ փոքրիկ նշումներ էր արել, բայց այդ ամենը նաև այստեղ է գրել էր, որ շատ է հավանել ուտելիքը, կլիման, ընդհանուր շրջակայքը եւ այլն ու կցանկանար նորից վերադառնալ, կամ հավանել է ուտելիքը, այսինչ ռեստորանում թե ոչ, ու գրել է, որ անպայման կցանկանար ու շատ շնորհակալ է, որ ունի այս հնարավորությունը այլ երկիր այցելելու ու այն երկրները, որտեղ որ գնացել է, նորից կցանկանար գնալ։ Հիմա Ռոնին օրինակ եղել է Ֆրանսիայում մեզ հետ 2 անգամ, չէ 3 անգամ ա եղել Ֆրանսիայում, Թայլանդ ենք գնացել միասին, Սինգապուր ենք գնացել միասին, այդպես դե իհարկե ցանկում Հայաստանն է, հուսամ հաջորդ անգամ Հայաստան կայցելենք միասին, Արեգն էլ մի քիչ մեծ կլինի, ինքն էլ կհասկանա, թե ուր ա գնում, տեսնենք ինչպես կստացվի, ինչպես կպլանավորենք, ու Հայաստանի մասին եւս տեղ կգտնի այս գրքույկում իր մտքերը։ Այստեղ տեսեք առաջին էջում ընտանեկան ծառն է, family, ու ընտանիքի անդամների անունները, նկարները կարող է փակցնել, անունները երևի գրի, որովհետեւ փոքրիկ են տերևները։ Սա երախտիկի ծառն է, երախտագիտության ծառն է։ Կամ գուցե պիտի գրի, այսինքն ինչպես որ ցանկանանք, ասենք գրված է այստեղ my family, իմ ընտանիքը ու ընտանիքին ինչ շնորհակալական խոսքեր ունի հայտնելու։ Այստեղ գրված է իմ 3 ցանկությունները, ինքն արդեն գրել է իր ցանկությունները 3։ Այստեղ հայլի է նկարված ու տակը գրված է գրիր 5 կոմպլիմենտ, 5 բան գրիր քո մասին, նայելով հայլու մեջ եւ ամեն օր կարդագրացնել, որպեսզի հիշես, թե ինչքան հրաշալի ես դու, ինչքան հիանալի մարդ ես դու։ Այստեղ Ռոնին գրել է ես խիզախ եմ, ես ուժեղ եմ, ես օգտակար եմ, գեղեցկադեմ եմ, ես երջանիկ եմ։
2-3 էջով գրված է, թե ինչի համար ինքը պիտի ամեն օր շնորհակալություն հայտնի, ինքն իրեն ընդհանրապես այդ շնորհակալական երախտիկի այդ զգացողությունը ինքը պիտի ունենա մեծանալով, այսինքն հիմիկվանից ինքը պիտի ունենա, որպեսզի կյանքն ավելի լավ անակնկալներ մատուցի, կյանքն ավելի հեշտ ու թեթև ու դրական նոտայով առաջ գնա։ Մտածիր քո կյանքի մասին հիմա, մարդկանց մասին, ովքեր որ քո կյանքում են ու գնահատիր նրանց ներկայությունը քո կյանքում։ Շատ հրաշալի գիրք է երեխաների համար, ես վստահ եմ, որ հայերեն տարբերակով էլ կլինի, հայկական Հայաստանում հայերեն տարբերակով նման գրքերը իսկապես շատ օգնում են երեխաներին, գուցե այդ պահին, չգիտեմ, շատ բուրըն արձագանք չլինի կամ, բայց հետո մտածելու տեղիք կտա, հետո երեխան իհարկե, եթե անընդհատ կարդա կամ դուք անընդհատ իրեն խոսեք, իր հետ խոսեք, իրեն ասեք այդ մասին ու դուք ինքներդ էլ օրինակ որպես ծառայեք, շնորհակալություն հայտնեք դրա ամեն օրվա համար, այն ինչ ունեք կյանքում, ինչ ձեռքբերում որ ունեք դրա համար շնորհակալ լինեք ու իհարկե ձգտեք ավելին, երեխան իհարկե տեսնում է, երեխան ամեն ինչ զգում է եւ ծնողների փորձով, ծնողների գործողությունները անպայման անդրադառնում են իր վրա եւ դրականով, եթե դրական են դրանք եւ բացասական, եթե բացասական են, ինչը որ իհարկե ցանկալի չէ, երեխան պետք է մեծանա երջանիկ ընտանիքում, ընտանիք, որտեղ տիրում է երջանկություն, այդ օդից կախված երջանկությունը, լավ էներգիան, որպեսզի ինքն էլ այդ էներգիայով լցվի ու եւ լավ մարդ դառնա եւ հետո իր շրջապատի մարդկանց, իր սիրելիներին գնահատի եւ արժևորի եւ մի խոսքով դրականը տարածի իր շուրջ բոլորը։ Այստեղ գրված են խոսքեր, որ ամեն օր կարելի է կրկնել, ես սիրված եմ, ես գնահատված եմ, հենց այնպեսին, ինչպեսին, որ ես կամ։ Ես խիզախ եմ եւ կարող եմ ամեն բան հաղթահարել, ինչը որ իմ ճանապարհին հայտնվի, ես կարող եմ հաղթահարել։ Ես հավատում եմ ինքս ինձ եւ իմ կարողություններին։ Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար իմ կյանքում, թե փոքր, թե մեծ բաների համար։ Ես շատ խելացի եմ եւ կարող եմ միշտ սովորել նոր բաներ։ Ինձ թվում է սա շատ կարևոր է, ես մինչ այս գրքույկն էլ իհարկե ունենալը միշտ սերմանել եմ Ռոնիի մեջ, միշտ այս մասին խոսել եմ, որ իհարկե շատ դեպքեր են եղել, բնականաբար ես եթե ամեն օր վլոգ չեմ նկարում, իհարկե չի ստացվում ժամանակի սղության պատճառով եւ այդպես ամեն օր հնարավոր չէ կոնկրետ ինձ համար վլոգ նկարել եւ ամեն մանրամասնությամբ կիսվել ձեզ հետ, բայց իհարկե շատ կցանկանայի շատ հարցերով կիսվել ձեզ հետ, այդ ժամանակի խնդիրը չունենալ, բայց շատ դեպքեր են եղել Ռոնիի հետ, օրինակ բակային ընկերների հետ կապված կամ դպրոցում ինչ-որ միջադեպեր են եղել ու ինքը կոտրված է եղել, շատ նեղված, լաց է եղել, ինչ-որ անհիմն մեղադրանք է եղել իր հասցեին եւ այլն ու ես ինչքան էլ որ իհարկե ծնող ես, մայրիկ ես, քո սիրտը ցավում է, իմ սիրտը ցավացել է այդ պահին ու բայց բնականաբար ես իրեն չեմ տրամադրել այն մարդու, այն երեխայի հանդեպ, ով իր հետ օրինակ վատ է վարվել կամ անարդարացի է վարվել, ես հակառակը իրեն ասել եմ, որ դու պիտի չչարանաս, եթե անգամ դա այդպես է, իրենք էլ օրինակ եթե հասակակից է, իրենք էլ քո հասակակիցն են ու կարող են սխալվել, ինչպես դու կարող ես սխալվել ու ակնկալել դիմացինից, որպեսզի քեզ չմեղադրի, որպեսզի քո հանդեպ չչարանա, նույնձև դու պիտի անես, դա դիմացինի խնդիրը չէ, որ դու վիրավորվել ես, իհարկե իրենց պահելաձևն էլ օրինակ դիմացինը չպիտի այդպես վարվել քեզ հետ, բայց իր վերաբերմունքը քեզ դա խոսում է իր մասին, այլ ոչ քո մասին։ Իսկ դու պիտի կարողանաս ոնց որ այդ իրավիճակից պատվով դուրս գալ ու չկորցնել ինքդ քեզ, ինքդ քո եսը ու պիտի կարողանաս քո էմոցիաները պաշտպանել։ Իրավիճակը կա, ստեղծված է մի դժվար իրավիճակ քո այս հասակի համար եւ այդ իրավիճակին դու պիտի որոշես, թե ինչպես մոտենաս, խոցվես, վիրավորվես, թե մի այլ տեսանկյունից նայես, ուղղակի, չգիտեմ, ոչ թե արդարացնես, այլ համարես, որ դու շատ ուժեղ ես այդ խնդիրը հաղթահարելու համար ու ոչ ոքի վիրավորանքը, ոչ ոքի անարդարացի քայլը քո հանդեպ քեզ չի դիպչելու, դու վահան ունես քեզ պաշտպանիչ ինքդ քեզ։ Ես չեմ խոսում իմ մասին, որ այդպես մաման միշտ քո հետ է, մաման միշտ քեզ կգա կպաշտպանի, որովհետև դա իլյուզիա է, դա այդպես իմ կարծիքով ըստ իս երեխային չպիտի ասել, որովհետև մի օր մաման իր կողքը չի լինելու, մաման դպրոցում չէ իր հետ, մաման բակում, երբ խաղում է ֆուտբոլ, իր հետ չի ամբողջ ժամանակ, ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա, որպեսզի ինքն իր խնդիրները կարողանա լուծել։
ու այդպես ես իրեն հանգստացրել եմ ու միշտ իր մասին եմ խոսել, ասել եմ դու խիզախ ես, դու ուժեղ ես, դու խելացի ես, այնքան խելացի ես, որ դու այդ իրավիճակից շատ գեղեցիկ կերպով կկարողանաս դուրս գալ, չվիրավորվել, սրտիդ մոտիկ չընդունել ու ուղղակի ընդունել, որ օքեյ, լավ, այս մարդն էսպես էր կամ չգիտեմ, գուցե թյուրիմացություն ա եղել եւ այլն։ Այս թեմայով այնքան շատ ես կարող եմ խոսել, ծավալվել ու վստահ եմ, որ շատերին, ովքեր մայրիկներ են ինձ դիտում, հետաքրքիր է շատ անելանելի իրավիճակներում ենք մենք հայտնվում մեր երեխաներն են հայտնվում, իհարկե մենք էլ անհարմար իրավիճակի մեջ ենք ընկնում, ուզում ենք օգնել մեր երեխային, ուզում ենք, որ հանկարծ չսխալվի կամ խոցելի չլինի, էլի, որ ամեն մեկը կարողանա իրեն հեշտությամբ իր էմոցիաների վրա ազդել, վստահ եմ, որ բոլորս էլ տարբեր ելքեր ենք փնտրում մեր երեխաներին պաշտպանելու համար, միևնույն ժամանակ իրենց տալ ազատություն, որպեսզի ազատություն եւ քաջալերել, որպեսզի իրենք կարողանան իրենց պաշտպանել։ Սիրելիներս, մի խոսքով, այստեղ շատ հետաքրքիր բաներ են գրված երեխաներին, շատ ուսուցողական, այստեղ գրված է տանից լավ տեղ չկա ու էմոցիաների մասին է գրված է ես շնորհակալ եմ ամեն օր գրել ես այսօր շնորհակալ եմ ինչի համար եւ այսօր օրինակ ով իմ դեմքին ժպիտ նկարեց ինչ մի գեղեցիկ բան եղավ այսօր որ ես միշտ կհիշեմ կամ այսօրվա վերջում իմ մոտ տպավորվել է կամ ինչն է ինձ տխրեցրել եւ այլն ես այս մասին դեռ Ռոնին մի 2 տարի առաջ է էլի իր հետ սկսել խոսալ էմոցիաներից անգամ գիրք է գնել իր համար որ ինքը պատկերավոր տեսնի տարբեր էմոցիաներ գոյություն ունեն մարդկային ու եթե ինքը այդ էմոցիաները զգում է խառը էմոցիաները զգում, դա նորմալ է, որովհետև բոլորս էլ կարող ենք օրինակ լաց լինել, նեղվել, ինչ որ փոքրիկ բանից տխրել, հետո ուրախանալ, հետո բարկանալ, գլուխներս կորցնել, բայց պետք է կարողանանք կառավարել ինքներս մեզ ու ետ գալ մեր ճիշտ վիճակին, այսպես ասած, օրիգինալ վիճակին, ու պետք է ամեն ինչ հանդարտությամբ տանել, ամեն հարցին չէ որ պետք է այդպես բուռն արձագանքել, որովհետև առաջինը ինքներս մենք մեզ ենք վնասում, երբ որ ինչ որ միանգամից տաք գլխով որոշումներ են կայացնում, ինչ որ բուռն ենք արձագանքում տարբեր հարցերին, ու ես այս գիրքը երբ գտա, փնտրում էի Ռոնիի համար ինչ գիրք գնել, ինչ գրքույկներ գնել ծննդյան նվեր, շատ ուրախացա, որ այս գիրքը գտա, մի խոսքով ամեն օր, մի քանի օր է արել, էլ չի արել, իհարկե ամեն օր չի անի, բայց երբ որ կցանկանա կվերցնի կգրի, երբ որ ինչ-որ հատուկ բան կկատարվի իր հետ, կամ իսկապես ոգևորված կլինի այդ օրը, կբացի եւ կգրի։ Քանի որ էմոցիաների մասին խոսեցի, այստեղ հավելեմ նշեմ, որ ես էմոցիաներին շատ մեծ նշանակություն եմ տալիս, հենց մանկական էմոցիաներին, մանկությունից եկած, որովհետեւ դա է հիմքը մեր կյանքի ու մանկությունը գիտենք թե ինչքան կարևոր է մեր կյանքում ու հետագայում երբ արդեն մեծ ենք պատանեկան տարիքում այդքան չէ երիտասարդության շրջանում ու հետո երբ արդեն ավելի ենք հասունանում հասնում ենք 30 տարեկանին ավելի մեր մանկական թե տրավմաները թե երջանիկ պահերը ավելի շատ են ոնց որ ետ են գալիս դեպի մեր կյանք ու անցյալը ներկա է դառնում մեր կյանքում համենայն դեպս ինձ հետ շատ է պատահում ու վստահ եմ որ շատերի հետ եթե ոչ բոլորի, մանավանդ նրանց, ովքեր խորանում են շատ թեմաների շուրջ, մակերեսային չեն վերաբերում կյանքին, իրենց էմոցիաներին եւ այլն, ավելի խորությամբ են զգում ամեն ինչ, ինչպես ես օրինակ մի խոսք կա, չէ, overthinker անգլերենում, որ շատ է մտածում ամեն հարցի մեջ խորանալով, մտածում է սկսած կյանքի իմաստից եւ այլն տարբեր թեմաներով ու իհարկե կան մեր մանկությունում դրվագներ, թե լավ թե վատ, որ արտացոլվում են, ետ են գալիս դեպի արդեն այս տարիք, օրինակ, երբ որ արդեն հասուն մարդ ես, մայրիկ ես դարձել ու դու երեխաներ ունես, ես ասեմ մանավանդ այն ժամանակ իմ դեպքում, երբ ես մայրիկ դարձա, ես արդեն երեխաներ ունեի ու ես պիտի իրենց պահեի, փայփայեի, գուրգուրեի ու դաստիարակեի ու տարբեր մոտեցումներ ցույց տայի իրենց, ճիշտը սխալից տարբերակեի, ճիշտը սովորեցնեի, չգիտեմ, ճիշտ ձևը գտնեի էլի իմ երեխաներին դաստիարակելու համար, այդ ժամանակ արդեն իմ մանկությունը եկավ իմ այսօր, իմ այս ժամանակահատված իմ կյանքի, նկատի ունեմ այն ժամանակ, երբ առաջնեկս ծնվեց, հետո սկսեցի Ռոնին, սկսեցի իր խնամքով ու դաստիարակությամբ զբաղվել,
ու արդեն ավելի շատ սկսեցի հիշել իմ մանկության տարիները, իմ ծնողների վերաբերմունքը, ինչ որ հարցեր, որոնցից օրինակ ես գուցե նեղված լինեմ, խոցված լինեմ եւ այլն շրջապատի կողմից եւ այլն ինչ որ բաներ տեսած լինեմ, որ սխալ համարած լինեմ, ես դրանք այնքան զգուշությամբ եմ փորձում չկրկնել երբեք իմ երեխաների հանդեպ, ինձ համար այդ շատ կարեւոր է, որովհետեւ եթե ես ինչ որ մի վատ էմոցիա եմ ստացել ու այդ իմ կյանքի հետ ոնց որ ես տարել եմ, ես հիշում եմ այդ էմոցիան, ես հիշում եմ ինչ եմ զգացել, դրվագներով, պատկերներով եւ ընդհանուր թե ինչ եմ զգացել ես այդ պահին, եթե ես այս տարիքում հիշում եմ ու գուցե այդ հիշելով sense մի քիչ նեղվում եմ նորից կամ եթե լավ բան է ուրախանում եմ, ես չեմ ուզում ամեն ինչ անում եմ, որ իմ երեխան այդ զգացողությունը չունենա, եթե օրինակ վատ զգացողություն է, փոքրինչ տհաճ զգացողություն է, իմ մանկությունից եկած, վստահ եմ, որ բոլորն ունեն նման զգացողություններ եւ լավ եւ վատ, ու այդպես ես ոնց որ պաշտպանում եմ երեխաներից ինչքանով որ կարողանում եմ, որպեսզի իրենք չունենան վատ էմոցիաներ եւ հիշելու, հետագա տարիքում հիշելու, որ դա իրենց վրա չպիտի անդրադառնա հետո։ Չգիտեմ, այսպես շատ ծավալուն թեմա է ինձ համար սա, չգիտեմ ձեզ հետաքրքիր է թե ոչ, կարծում եմ հետաքրքիր է շատերիդ, որովհետև մարդկային էմոցիաների հետ գործ ունենք ու դա կյանքային է։ Մեր մասին է, դա մարդու մասին է։ Ու եթե ինչ-որ լավ բաներ եմ հիշում իմ մանկությունից, անպայման ուզում եմ դա էլ բերել իմ երեխաների կյանք, օրինակ, չգիտեմ, մայրիկիցս, ընդհանուր իմ մայրիկից ինչ եմ ստացել կամ հայրիկիցս ինչ, չգիտեմ, լավ խորհուրդ եմ ստացել կամ այս ինչ հարցում ինչպես են վարվել, որ ես այս տարիքում էլ հիշում եմ ու ճիշտ եմ համարում, որ իրենք ճիշտ են վարվել, ես էլ շարունակում եմ, ես էլ իմ երեխաների հետ եմ փորձում դա կիրառել ու մի բան էլ իմ գիտելիքները ավելացնել ու իմ գիտելիքները ոնց որ ավելացրած իրենց տալ ամենա լավը, ինչքանով որ ստացվում է, չնայած ինչքան էլ որ անում ենք, գիտեմ, որ մեկ այդ փոքրիկ նյուանսիկներ կան, մեղավորության զգացման պահեր կան, որ մայրիկները, ծնողները, հատկապես մայրիկները զգում են երեխաների հանդեպ, բայց այո, էմոցիաները շատ կարևոր են ու էմոցիաների վրա է կառուցված մեր կյանքը ու մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում տանում ենք մեզ հետ այդ էմոցիաները անցյալում էլ ապրած։ Իհարկե կա ճշմարտություն, որ անցյալը պիտի փակես մի կողմ դնես, չհիշես ու առաջ գնաս, բայց իմ կարծիքով անցյալի վրա է հենց հիմնված մեր ներկան, որովհետև մենք եկել ենք մանկությունից ու տարբեր ճանապարհներ անցնելով, տարբեր ինչ որ իրավիճակների միջով անցնելով դարձել ենք այն, ինչ որ կանք ու հասել ենք այս կետին, դրա համար իհարկե ցավալի դեպքերի համար պետք չի անընդհատ ետ գնալ, հիշել ու տվայտվել, տանջվել, թե վայ, ինչի այդպես եղավ, ինչի իմ կյանքի այս հատվածը այսպես գնաց ես չէի ցանկանա, ինչի այս մարդիկ իմ հետ այս ձևով վարվեցին կամ չգիտեմ, թե ընտանիքի անդամներ, թե ընկերներ, թե անծանոթներ, ովքեր որ ընկերացել էին հետո եւ այլն, պետք չէ այդ ամեն ինչը ամեն օր հիշել ու խորությամբ զգալ, նեղվել, պետք է ուղակի, բայց նաեւ չես կարող մոռանալ ու պետք է ուղակի մտածել, որ դա դաս էր եղել, ինչ որ բաներ, վատ բաներ, տհաճ իրադարձություններ էլ որ եղել են, պետք է դա դարձնենք զենք մեզ համար, ինքներս մեզ պաշտպանելու համար, որպեսզի էլ չթողնենք, օրինակ նմանատիպ մարդիկ ներխուժեն մեր կյանք ու արդեն վարվենք այնպես, ինչպես որ մենք ճիշտ ենք համարում մեր ապրածից դասեր քաղելով։ Սիրելիներս, ինձ օրինակ շատ եք ասում կոմենտներում, որ ես խորհուրդներով կիսվեմ, ծնողավարման խորհուրդներով, տարբեր իրավիճակներում, օրինակ Ռոնիի հետ ինչպես եմ վարվում, ինչ մեթոդներ եմ կիրառում եւ այլն, ես շատ սիրով կկիսվեմ, եթե հարցեր ունեք, գրեք կոմենտներում, ես դրանց կանդրադառնամ, ես իհարկե իմ փորձով կկիսվեմ, իմ տեսակետը կհայտնեմ ու դուք էլ ձեր կարծիքը հայտնեք այդ հարցերի շուրջ, միասին հետաքրքիր քննարկում կարող ենք ունենալ, շատ գլոբալ է ծնողավարությունը ու շատ հարցերի շուրջ իհարկե իրականում կարող եմ խոսել, կիսվել ձեզ հետ, իմ փորձով կիսվել, թե օրինակ այս կամ այն իրավիճակում ինչպես եմ վարվել կամ ինչն եմ սխալ գտնում, ինչը ճիշտ, դրա համար ինչ որ հարցեր եթե տաք, ես ավելի կոնկրետ տվյալ հարցի շուրջ կծավալվեմ, կխոսեմ։ Ինձ ծնողավարության թեման շատ հետաքրքիր է, այնպես որ այո, կարող եք գրել ձեր հարցերը։
օրինակ էմոցիաների հետ կապված, երբ Ռոնին սկսում է լացել, ինչ որ մի բանից բողոքել ու դա այդ բողոքը վերածվում է լացի, այսինքն զուգահեռ լացում է նաև։ Ես չեմ ասում ձայնդ կտրիր, չլացես, ձայնդ չլսեմ, եթե ես զգում եմ, որ ինքը իսկապես նեղվել է այդ ինչ հարցով ու իսկապես դրանք ոնց որ կեղծ արդյունքներ չեն, դրանք իրական արդյունքներ են, որ սրտից են գալիս։ Ես իրեն չեմ ասում մի լացիր, լավ, հերիքա, էլ մի լացիր։ Ես ասում եմ ուզում ես լացես, լացիր, որովհետև լացելը օգնում է, որ դա դուրս գա այդ նեգատիվը քո միջից ու հետո խոսիր, բայց ասում եմ զուգահեռ մի խոսիր։ Երբ լացում ես ու միևնույն ժամանակ պատմում ես, ես չեմ հասկանում։ Ես շեղվում եմ քո լացի կողմը։ Դու լացի վերջացրու, հետո ինձ պատմի, երբ որ արդեն հանգիստ կլինես, նոր պատմիր, որովհետև ես չեմ ուզում իր էմոցիաները խտանան, մնան իր ներսում, ինքը ես ուղղակի իրեն արգել եմ լացել, ինչը իմ կարծիքով շատ վատ բան է, որովհետև օրինակ եթե ես, խոսքը շարունակեմ, եթե իրեն արգել եմ լացել, էմոցիաները այսպես մնան փակվեն իր մեջ ու ինքը ինձ էլ իհարկե չի վստահի նախ իր խնդիրները, որովհետև կմտածի, որ մաման ես ինչ ասեմ, մաման օրինակ եթե ես էմոցիոնալ եմ, իմ էմոցիաներն եմ արտահայտում, ինչ որ խնդրեմից իմ խնդրի մասին եմ խոսում, մաման իմ բերանը կփակի, մաման չի թույլ տա, որ ես շարունակեմ ու ավելի լավա չասեմ, որովհետև ազատ չեմ արտահայտելու իմ էմոցիաները։ Իսկ ես ուզում եմ, որ իմ երեխաները ազատ լինեն արտահայտելու իրենց էմոցիաները առանց վախի, առանց երկմտելու, օй սա ասեմ մայրիկին թե չէ, որովհետև դա շատ կարևոր է, որովհետև ամբողջ կյանքը դիմացն է, դեռ գալու է դեռահասության շրջան ու այդ դեռահասության շրջանը շատ կարևոր եւ դժվար փուլ է լինելու։ Դրա համար պիտի ոչ թե դեռահասության շրջանում սկսենք խոսել, արի ինձ պատմիր, ինչ կա, ինչի իմ հետ չես կիսվում, այդ պիտի սկսենք մանկությունից, որ երեխան հետս հետ է տարբեր իրավիճակներից փորձված արդեն, որ այ մայրիկին կարելի է վստահել, կամ պապային կամ մամային եւ երկուսին ու արդեն հասնի է դեռահասության շրջանում ու արդեն ինքը ունենա այդ անցած ուղին ոնց որ ասած, արդեն իր մեջ նստած լինի, որ անպայման բայ ելուն պիտի ասեմ, պիտի վստահեմ մամային ու պապային, ես պիտի կիսվեմ իրենց հետ իմ խնդիրներով։ Ես դրա համար տալիս եմ այդ տարածքը, որպեսզի ինքը լացի, եթե անգամ ասում է ինչ որ մի վատ բան է արել, ես չեմ արձագանքում, օրինակ չեմ ասում, վայ, ոնց թե, բա ինչ ենք անելու, դու ոնց արեցիր այդ եւ այլն, որովհետեւ այսին բուրըն էմոցիան իրեն միանգամից փակելու է, ես այդ իմ փորձից եմ ասում, այդ էմոցիան միանգամից իրեն փակելու է, ինքը հաջորդ անգամ երբ խնդիր ունենա, հիշելու է այս տեսարանը, որ մաման սենց պիտի արձագանքի ու ես այ չէ, ավելի լավա չասեմ, որովհետև ես չեմ ուզում այդ արձագանքը լսեմ։ Ու այդ ինձ համար շատ ցավոտ կլինի, որովհետև ես չեմ ուզի իմ երեխան մտածի այդպես։ Ես կուզեմ, որ ինքը ազատ գա ինչ էլ արած լինի, գա ինձ ասի։ Ես միշտ իրեն խոսքով եմ ասում, ոչ միայն օրինակով եմ ցույց տալիս, այլ նաև խոսքով, որ ամեն ինչ ինձ պատմի Ռոնին, ինձ կամ պապային պատմի։ Մեզանից վստահելի մարդ քո կյանքում երկրորդ չի լինի։ Համենայն դեպս դե չեմ խոսում արդեն մեծ տարիքում կինը կողակից է, բայց այս շրջանում հետո մինչև իհարկե կողակից գտնելը մեզանից բացի քեզ ավելի վստահելի մարդ չկա, դու ամեն ինչ պատմի, ես քեզ խոստանում եմ, որ ես քեզ չեմ կշտամբելու, ես ուղղակի կտեսնեմ, եթե դու խնդիր ունես, դու սխալվել ես, ես քեզ կասեմ, որ դու սխալվել ես ու ինչպես շտկենք այդ սխալը, բայց անպայման դու պիտի մեզ պատմես, որպեսզի մենք քեզ կարողանանք օգնել ու մենք քեզ չենք քննադատելու, միշտ հիշի դա։ Տեսեք, սիրելիներս, տարբեր իրավիճակներ են լինում, երեխա այս տարիքում նույնպես իհարկե, այս տարիքի խնդիրներն էլ մեծ խնդիրներ են իրենց համար, որովհետև իրենք փոքրիկ են, օրինակ 6-7 տարեկան երեխաները, ու այդ խնդիրը թեկուզ եթե փոքր է մեզ համար, իրենց համար մեծ խնդիր է, քանի որ իրենք նոր են քայլեր անում, չէ՞, կյանք, սոցիում եւ այլն, ու պետք է կարողանան սովորեն ինչպես լուծել իրենց խնդիրները ու ինչպես վերաբերվել տարբեր իրավիճակներում։ Ու այդ իրավիճակներում չպիտի բուռն արձագանքել, չպիտի երեխային կշտամբել, շատ պետք է իհարկե ցույց տալ իր սխալը, որ չէ, դու սխալվել ես, բայց մենք կշտկենք այդ սխալը։ Մի խոսքով սիրելիներս, երկար խոսեցի, ինչպես ասում եմ, այս թեման ինձ շատ հոգեհարազատ է եւ ես կարող եմ ժամերով խոսել ու կիսվել իմ փորձով, բայց ես կսպասեմ ձեր հարցերին, որ դրեք կոմենտներում ու հետո էլի կանդրադառնամ։ Այս վլոգի համար այսքանը, հուսով եմ ինձ հետ հետաքրքիր էր, ինչպես դուք եք գրում, շնորհակալ եմ ամեն ինչի համար, համբուրում եմ։ Լավ մնացեք, շուտով կրկին կհանդիպենք։